Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկի տոնը հայ առաքելական եկեղեցին նշում է գարնանային գիշեր հավասարին հաջորդող առաջին լուսնի լրման կիրակի օրը, մարտի 21-ից ապրիլի 25-ն ընկած այն կիրակի օրը, որը կհաջորդի առաջին լուսնի լրմանը։ Զատիկի տոնի 35 օրաշարժականությամբ պայմանավորված տոնացույցի շարժական տոներն են պայծառակերպության և վարդավառի տոները։ Տոնի եկեղեցական անունը հարություն։ Լիարժեք արտահայտում է գարնանային այս տոնի և եկեղեցական և ժողովրդական բովանդակությունը։ Ըստ տոնացույցի այդ օրը նշվում է Քրիստոսի հարություն առնելու հրաշքը։ Ժողովրդական տոնահանդեսի հիմքում ընկած է այն իրողությունը, որ հայ ժողովուրդը աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման վաղնջական ժամանակներից գարնանային գիշերահավասարի նշել է ձմռան ցրտերին հաջորդող բնության հարությունը, վերազարթոնքն ու հավերժության ամենամեծ խորհուրդը։ Հետագա տոմարական փոփոխություններ են բերել նաև տոնացույցում, սակայն բնության երևույթը նշելու ավանդականությունը գոյատևել է։ Զատիկին նախորդող ծաղկազարդի և ավագ շաբաթվա տոնական հանդիսությունները դեռ պահպանվել են և խորհրդանշում են զարթոնքը, իսկ բուն Զատիկը արդեն հարության կատարված փաստի արձանագրում։ Մեծ Սպասի ինքնամաքրումով մարդիկ նոր որակով, ֆիզիկապես ու բարոյապես մաքրված նոր կյանք էին մտնում, և այդ նոր կյանքի խորհրդանշական մուտքը կատարվում էր հավերժության խորհրդանիշ ձվի ճաշակումով։ Զատիկի տոնին հավատացյալները ձու են ներկում, ներկված ձուն հարության և նոր կյանքի խորհրդանիշն է։ Թելերով փնջվող, ուլունքազարդ, նկարազարդվող և այլ ձևերով զարդարվող ձվերը ժողովրդական երևակայության դրսևորման լավագույն ձևերից են։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի կենդանարար այրունը, որ թափվեց մարդկության փրկության համար։ Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացում միայն Զատկին ենք ձուն ներկում, քանզի ձուն օրինակ է աշխարհի։ Զատկի հետ առնչվող գլխավոր տոները սկսում են շաբաթ և ավարտում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյը մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ, որով վերջ է դրվում 7 շաբաթ տևած Մեծ Սպասի շրջանին։ Կիրակի առավոտյան պատարագ է մատուցում, որի ժամանակ հավատացյալները սուրբ հաղորդություն են ստանում։